5-րդ Սուրբ հաղորդությունը եկեղեցվո սիրտն է։ Առանց Սուրբ հաղորդության եկեղեցին կդառնա բաց շինություն, ինչպես որ մարմինը առանց սրտի մեռած է, նույնպես եկեղեցին առանց այս խորհրդին։ Սուրբ պատարագը հիշատակումը չէ միայն խաչելության, այլ խաչի ներկայացումն է։ Երբ մենք Սուրբ հաղորդությունը կստանանք, կճաշակենք խաչի ողջ պտուղը, հարությունը և փրկությունը։ Սիրելի հետևորդներ, Քրիստոս կսե. եթե մարդու որդին մարմինը չուտեք և անոր արյունը չըմբեք, կյանք չունիք ձեր մեջ։ Հովհաննես 6:53։ Այս խոսքը բավարար է հասկանալու, թե ինչու Սուրբ հաղորդությունը կոչվեցավ կյանքի հաց։ Անիկա մեր հոգևոր գոյության կենտրոնն է։ Մի թողուք այս խորհուրդը, մի մոտենաք անզգուշությամբ, մի ապրիք առանց հաղորդվելու, ոչ թե մեկ անգամ, այլ շարունակաբար և հավատքով, որպեսզի կենդանի մնաք։ Ես պիտի շարունակեմ քարոզել այս ճշմարտությունը, որովհետև ես անպարտ եմ ձեր արյունեն, քանի երբեք չլրեցի։